Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, ֆինանսների նախարարությունը ակտիվ համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի մեր հաշվետվությունները եւ հաշվառումը հիմնական ֆինանսական կառավարման ցուցանիշների արտացոլված լինի ճիշտ եւ համաձայն միջազգային ընդունված չափանիշների։ Մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վերջին 3 տարվա ծրագիրը, երբ որ ավարտի էր մոտենում արդեն, եւ 3 տարի առաջ սկզբնական վերլուծություններ իրականացվել, պարզվել էր հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետությունում Կենտրոնական բանկի արտաքին պարտքը եւ երաշխիքները հաշվառվում են որպես պետական պարտք, իսկ ընդհակառակը համայնքային պարտքը որպես պետական պարտք, համախմբված պարտք ներկայացված չէ, որը միջազգային ստանդարտներին հակասում է եւ մենք ունենք նախապայման Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի ավելի հասկանալի լինենք մեր միջազգային ներդրողների եւ միջազգային պարտատոմսեր ձեռք բերող կազմակերպությունների համար համապատասխան փոփոխությունը իրականացնել։ Ինչպես նաև մի շարք այլ փոփոխություններ ենք իրականացնում, սա հիմնական փոփոխությունն է, բայց մի շարք նաև այլ փոփոխություններ ենք իրականացնում, մասնավորապես ամրագրում ենք, որ պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման հստակ լիազորություն ֆինանսների նախարարության համար, նախատեսում ենք, որ երբ որ մենք ունենք միջազգային վարկային համաձայնագրեր, որոնցով նախատեսված է որոշ ցուցանիշների փոփոխություն, օրինակ եկամտաբերության մակարդակի, օրինակ այլ, ասենք ասենք փոփոխական թիրախների փոփոխություններ, դա արդեն ֆինանսների նախարարությունը ինքնուրույն կարող անի, մինչ այժմ մենք ամեն անգամ, քանի որ դա համարվում էր միջազգային պարտավորություն, պետքա գնայինք, վերցնենք համապատասխան թույլտվությունները եւ համապատասխան փոփոխությունները իրականացնենք, ինչը բավականին մեծ բյուրոկրատիկ խնդիրներ էր առաջացնում, այսինքն օրինակ մեր եւ ենթադրենք Գերմանիայի ֆինանսների նախարարությունների միջև Գերմանիայի ֆինանսների նախարարությունը միանգամից ստորագրված ինչ-որ բան առաջարկում էր, մենք ասում էինք մի րոպե, մենք պետքա գնանք համապատասխան թույլտվությունները նորից վերցնենք, նորից փոփոխությունները անենք, ինչը մի քիչ խնդիր էր առաջացնում նաև մեր գործընկերների համար, ստացվում էր, որ մեր բոլոր գործընկերները այդ իրավասությունը ունեն, մենք չունենք եւ դա ժամանակ էր տևում։ Այսինքն մենք կորցնում ենք ժամանակ, որը իրականում պարտքային գործիքների տեսանկյունից փող է։ Հիմնականում սրանք են փոփոխությունները, ինչպես նաև, եթե դեմ չեք, Տիկին Վարդանյան, ես նաև երևի այս երկու օրենքը միասին ներկայացնեմ առաջին եւ երկրորդ հարցերը, որտեղ իրանք փոխկապակցված են եւ առանց իրար մի քիչ բարդ կլինի իրանց ներկայացնելը, մասնավորապես օրինակ մենք ինչ ենք սահմանում, կանոն է սահմանվում, որ եթե պետական պարտքը ավել է լինում, քան հնայի 60%-ը, ապա պայմանական պարտավորություն կամ երաշխիք ներգրավելու համար պետության վրա դրվում է մորատորիում, բացառությամբ այն դեպքերի, երբ որ դա արդեն բյուջետային համապատասխան օրենքում ներառված է լինում, այսինքն ամեն անգամ, երբ որ 60%-ով պարտքը ավել է լինում, մենք պետքա գանք ազգային ժողովից թույլտվություն խնդրենք, ինչի է այդպես արվել, ինչի ամբողջական մորատորիում դրված չի, որտեղ հնարավոր են դեպքեր, երբ որ պարտքը 60%-ից ավել է, բայց օրինակ պայմանական պարտավորություն է անհրաժեշտ վերցնել կամ երաշխիք թողարկել, որի համար անհրաժեշտ է արդեն ազգային ժողովին ներգրավել եւ ֆիքսել, որ սա իսկապես երկրի համար կարևոր ծրագիր է։ Եվս մի կանոն ենք ավելացնում, որը հետեւյալի մասին է, որ եթե պետական պարտքի երաշխիքների եւ պայմանական պարտավորությունների հանրագումարը 70%-ից ավել է լինում, այսինքն օրինակ հնարավոր է իրավիճակ, երբ որ պետական պարտքը օրինակ 50%-ի վրա է, բայց մենք ունենք մեծ տածավալ պայմանական պարտավորություններ եւ երաշխիքներ, ենթադրենք 20%-ից ավելին, այս նույն կանոնը նորից միանում է, այսինքն սրանով ազգային ժողովը կանոն է սահմանում, ասելով, որ երբ որ պետական պարտավորություններ, պետական պարտքի եւ այլ պարտավորությունների հանրագումարը նախորդ տարվա հնայի 70%-ից ավել է, դա ռիսկային է եւ խնդրում է կառավարությանը մինչեւ լրացուցիչ պարտավորություններ վերցնելը գալ եւ համապատասխանաբար ազգային ժողովում դա հաստատել եւ նոր գնալ այդ ծրագրերի համապատասխան իրականացմանը։ Այստեղ կարող է հարց առաջանալ, թե պայմանական պարտավորությունները մինչ այժմ, ասենք ասենք, շատ կիրառվող բան չէր մեր օրենսդրության մեջ եւ այս դրա համար ես խնդրեցի, որ երկրորդ մասը եւս կարճ անդրադառնամ։ Երկրորդ հարցով հետեւյալն է փոխվում, ինչպես գիտեք, մեր օրենսդրության մեջ պարտավորությունները պարտադիր պետք է հաշվառվեն գանձապետարանում։ Սակայն խնդիր էր առաջանում, որ ոչ բոլոր ինտերպրետացիաներն են ընդունում, որ պարտավորությունը եւ պայմանական պարտավորությունը նույն բանն է։ Այսինքն մենք իրավիճակ կարող ունենայինք, երբ որ պայմանական պարտավորության վերաբերյալ տեղեկացված չլինեինք։ Ուստի նոր կանոն է սահմանվում, որի համաձայն պայմանական պարտավորությունները եւս պետք է հաշվառվեն գանձապետարանում, մինչեւ պայմանական պարտավորություն ստանձնելը անհրաժեշտ է
ստանալ ֆինանսների նախարարության կարծիքը, այսինքն առանց, ասենք ասենք, պետական ֆինանսների կառավարման համար պատասխանատու մարմնի կարծիքի պայմանական պարտավորություն ստանալ հնարավոր չի, այսինքն դրանով մենք բացառում ենք, որ կլինեն պայմանական պարտավորություններ, որոնք հաշվառված չեն լինի դեպի այս սահմանաչափը հաշվառված չեն լինի։ Մենք նաև սահմանում ենք, որ պայմանական պարտավորությունների դեպքում, այսինքն արկա պայմանական պարտավորություններով հղի պայմանագրերի ավելացումը, այսինքն եթե մենք օրինակ ունենք պայմանագիր, որտեղ արկա է պայմանական պարտավորություն, իրան փոփոխում ենք եւ ավելացնում ենք պայմանական պարտավորությունները, դա եւս պետք է հաշվառվի նորից եւ եւս պետք է հաշվառվի դեպի սահմանաչափ։ Վերջապես մի շարք փոփոխություններ ենք իրականացնում, որով զեկույցներում համապատասխան պահանջ ենք սահմանում ֆիսկալ ռիսկերի մասին զեկուցելու, այդ թվում պայմանական պարտավորությունների եւ երաշխիքների։ Մինչ այժմ դա իրականացվում էր ամեն անգամ, բայց ավելի շատ իրականացվում էր որպես մեր եւ միջազգային կազմակերպությունների պայմանավորվածություն, ավելի շատ փորձ գնալ դեպի ֆիսկալ թափանցիկություն, սակայն այս տարիների ընթացքում արդեն ստացվեց, որ մենք բավականին լավ զեկույց ունենք, զեկույցը բավականին բարձր գնահատականների է արժանանում տարածաշրջանային մակարդակով, ուստի արդեն մենք եկել ենք այն մասի, երբ որ կարելի է այն ինստիտուցիոնալացնել օրենքի մակարդակով եւ արդեն պահանջ սահմանել, որ համապատասխան զեկույցը ֆիսկալ ռիսկերի մասին միշտ ներառված լինի համապատասխան բյուջետային զեկույցներում։ Ընդհանուր առմամբ այսքանը